Նախորդ հոլովակում ուսումնասիրեցինք ջրականի քարտեզն ու միասին գտանք 80-ից ավել խոցված հակառակորդի զրահատեխնիկա։ Իսկ հիմա եկեք վերլուծենք, թե հակառակորդն ինչպես էր խոցում մեր ջրականի զրահատեխնիկան իր ԱԹՍ-ներով։ Տեսեք, մեր շատ տանկեր նախքան դիրքերից դուրս գալը կամ էլ դուրս գալուն պես խոցվել են ԱԹՍ-ներով, փաստացի չհասցնելով հակառակորդին նույնիսկ դիմադրություն ցույց տալ։ Ոչ մեծաքանակ տեխնիկան, ոչ գերճշգրիտ համակարգերով նշանառվող հրետանին, ոչ էլ արաբ կամ լեզգի վարձկաններն ու թուրք հրամանատարները։ Ստացվում է, եթե մենք 5-1-ի ուժերի հարաբերակցությամբ 8 օր շարունակ հակառակորդի 2 զրահատանկային կորպուս թույլ չենք տվել ճեղքի մեր պաշտպանությունը եւ խոցել ենք 80-ից ավել տեխնիկա, որի արդյունքում պաշտոնից ազատվել է Ադրբեջանի գենշտաբի պետ գեներալ գնդապետ Նաջմեդդին Սադիգովը, ապա ինչ կլիներ, եթե 2016 թվականի քարորյա պատերազմից մենք դասեր քաղեինք եւ ձեռք բերեինք ԱԹՍ-ներ։ Այդ ամենի համար մենք ունեինք 4 տարի։ Պատմությունը եթեներ չի սիրում, բայց եկեք ողջամիտ լինենք։ Ձեզ եմ հարցնում, ինչ կլիներ, եթե կոտրեինք հակառակորդի օդի գերակայությունը մեր ԱԹՍ-ներով։ Այդ դեպքում ինչպես կվերջանար ջրականի մարտը։ Դե ինչ ընկերներ, մնացած բոլոր եզրակացությունները թողնում եմ ձեզ։